Ուրեմն ես երեք մի հատ թեմա էի դրել, որտեղ հարցում էի արել, որ ինչ կլիներ, եթե 2018 թվին, ասենք Նիկոլ Փաշինյանը չգար։ Ուրեմն շատ մարդ ա նայել, շատ մարդ ա կիսվել, բան 95%-ը լրիվ կարդացել եմ։ Մեկ հատ հայհոյանք ա եղել, են էլ թեթև։ Մին հենց ստից եսի մի հիմար բաներ գրել, 95%-ը ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին Աստված ա ուղարկե։ Ու դա իրականում տենց էլ կա, օրինակ, ես ձեզ մի բան ասեմ, ասենք, Հայաստանում մինչ օրս շատ քչերը գիտեն, ուղղակի ես մաշնի ռոլին եմ, հազիվ միացել ա դրա համար խոսում եմ, էլի, շատ քչերը գիտեն, որ Ադրբեջանը երբ որ երկու հատ ընդամենը երկու շրջաներ գրավել, ամբողջ Ղարաբաղը 5 շրջանները դեռ մեր ձեռներ, նա հարձակում ա գործել Հայաստանի վրա, հենց Սյունիքի վրա, դեռ Շուշին մեր մոտ ա եղել, բան ա եղել, շատ քչերը գիտեն, դե հելա շատ բան չեն ասում, ու այդտեղ որ հարձակվել ա Սյունիքի վրա, մերոնք իրականում ջարդել են, ուղղակի ավիրել են թուրքերին, հետո նրանք որոշել են, որ Հայաստանի վրա շուտ ա, որոշել են Քասար Ղարաբաղը ամբողջովին գրավեն։ Հիմա ես ինչի համար եմ ասում, ժողովուրդ ջան, այսօր մեր երկրին ուլտիմատում են տվել, չէ՞։ Որ գազը կթանկացնենք, այս մի բանը, նոթը, բենզինը կթանկացնենք, ուրեմն ես Հայաստանի Հանրապետության ղեկավարներին կոչ եմ անում, ընդունել այդ պայմանը, ընդունել, որ թանկացնեք որքան կուզեք, թող լինի Հայաստանում եվրոպական գներ, թող լինի մեկը մենք Եվրոպա ենք դառնալու վաղ թե ուշ, Հայաստանը ոչ մի ռեֆերենդում, ոչ մի բան ասի, որ մենք չենք անելու, մենք մեկը 5 տարի, 10, 15, 20 տարի հետո լինելու ենք Եվրոպայի մաս ենք կազմելու, մեկը, այսօր թե վաղը, Հայաստանը պետքա առանց մտածելու, առանց խիտրություն անելու, առանց ինչ-որ ձևեր բան անելու, պետքա պատասխանի, որ այո, մենք ուզում ենք, որ մենք Եվրոպայի մաս կազմենք, ցիվիլիզովանի պետություն դառնանք, մի խոսքով։ Բայց այսօր դեռ մենք Եվրազեսի կազմում ենք, եթե ուզում եք դուք ինքներդ մեզ հեռացրեք, մենք չենք ոչ մի բան չենք անում, մեր իշխանությունը պետքա այսենց պրյամոյ ասի նրանց, որ եթե ձեզ այդ ցանկությունն ունեք, որ մեզ վրա պետքա թանկ վաճառեք, խնդրեմ, վաճառեք թանկ, այս լրիվ ընդունել նրանց պայմանները, բայց անկախությունը հանկարծ չտալ։ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, ես հարցումը ես որ արել եմ, պատահական չեմ արել, 95%-ը մեր փրկությունը, որ Նիկոլ Փաշինյանն եկել ա մեր երկրի ղեկավար, 95%-ը համաձայն ա, որ Աստված էր ուղարկել այդ մարդուն, թե չէ այսօր մեր երկիրը չեր լինի, եւ վերջ։ Ու ես ինքս 100% գիտեմ, որ դա տենց էլ կա, եթե չլիներ Նիկոլ Վովայևիչը, Սյունիքը գնալու էր, Սյունիքը գնաց, Հայաստանը չկա։ Դառնալու ենք մի ստից Թաթարստան,
կամ Ինգուշետիա, կամ Չեչնիա, այդպես մի բան էինք դառնալու, ուրիշ ոչ մի բան։ Հիմա նորից եմ ասում, մեր իշխանությունը թող ընդունի ռուսական բոլոր պայմանները, հենով էր չուկա բանա, որ գրում են, պետքա գազը թանկանալու, այս մի բան։ Թող թանկացնի, մեր պետությունը կաշխատի, պետությունը կաշխատի, կսուբսիդավորի, նենց այսօր մենք գազի համար $400 ենք վճարում, եվրոպական պետություններ կա $350 են վճարում, մենք մեկա այդ գինը վճարում ենք, բայց թող Ռուսաստանը լավ իմանա, որ ինքն էլա գներ վճարելու ա գներ, ամեն ինչի համար, Արմենիայի գազի հարկերը թող սարքի 50%, ԺԴ-ի հարկերը թող սարքի 50%, պետությունը տենց է պետք, եւ վերջ։ Հայաստանին էլ լծակներ ունի, եթե կարծում եք, թե չունի, ունի, ամեն ձևի լծակներ էլ ունի, Հայաստանն էլ պետք է իր շահերը պաշտպանի։ Թող ընդունի նրանց պայմանները, չասի, խիտրություններ չանի, մեր հայ ազգը խիտրություն անելով եկելա հասել ես վիճակին, հիմա այսօր մեզ ասում են պրամոյ ասեք, ռեֆերենդում արեք, արդեն այլ երկրներն են մեր ժողովրդի մասին իբր մտածում, ժողովրդի մասին ով է մտածում, որ այլ երկրից մեր ժողովրդի մասին մտածեն, հասկանում եք, մի խոսքով, սենց բաներ, մեր իշխանությանը կոչ եմ անում, ընդունեք նրանց թանկացման, նրանց այս մի բանի պայմանները, ընդունեք, թող թանկացնեն, չեն ընդունում կոնյակը, թող չընդունեն, թող նիթխինոլ խմեն, ինչա, ստեկլաչիստիտ էլ խմեն, ինչ ուզում է խմեն, մեզ ինչ, Հայաստանը առաջի անգամ իրա պատմության մեջ այսօր անկախանալու իրական ստացել է իրավիճակ կա, որ Հայաստանը կարա անկախանա։ Մեր իշխանությունները դա պետք է բաց չթողեն։ Մի երկու բառել են Քոչարյանի մասին ասեմ, ժողովուրդ ջան, ես երեք նայել եմ նրան մեծ բանը, հագին մարդեր հավաքված, սուտ չխոսանք, բայց այդ մարդիկ են, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, Ղարաբաղցիներին բերում եք ձեզ համար, են ինչի մատերիալ ասեց, միտինգի մատերիալ, թող Քոչարյանը իմանա, որ այդքան, ինչքան մարդ երեք են օպերայի առաջին հավաքվել էին իրա միտինգին, այդքան մարդն էլ իրան ձայնա տալու և վերջ, 5000, 6000 մարդ էր հավաքվել, այդ են իրա ձայն տվողները, այդ էլ ես կասկածում եմ, որ դրանք ձայնի իրավունք ունեն սկի, չունեն, ոչ մի բանի համար չվախեք, միլիոն հատ հարցումներ եմ արել, Հայաստանում ասես չեմ գրում, ամեն տեղից, ամեն շրջանից, ամեն բանից, բոլորն էլ մի ձևով ասում են, ձև չկա, Նիկոլնա, էսա սաղ սուտ բաներա, մի խոսքով ժողովուրդ ջան, իշխանություն ջան, պարս, եթե Պուտինը ուզում է, որ դուք լինեք պարս, այո, պարս ասեք, թանկացնում է, թող հենց հիմա էլ թանկացնի, մեր պետությունը, որ այսքան դեղորայքը, այսքան մարդկանց բուժումները, այսքան այս ամեն ինչը կարողանում է սուբսիդավորի, էդ էլ կանի, մի կասկածեք, չվախենակ, սուբսիդավորի, գազը կմնա նույն գինը, հլա մի բան էլ էժան, հլա իմ կարծիքով հլա այլ երկրներից էլ գազ կներմուծի, հիմա էլ Ռուսաստանը վախեցնում է, թե Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մեկի չի կարա գազ ներմուծի,
Ես երեք կարդացել եմ մի հատ ադրբեջանական տեղադրած անզալա ինչա տես մի բան, ուրեմն ես մնացել եմ ապշած։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։ Ուրեմն Ազալը տեղադրել է Ավերչուկի այդ ասած խոսքերը, որ ասեմ մի 1000 հոգի մարդ ընդե գրել են ու մեծամասնությունը ադրբեջանցիներ են։ Ժողովուրդ ջան, ինչ ասեմ, այդ ադրբեջանցիները այդ հոդվածի տակ գրել են Мы будем поставлять газ Армении. Պատկերացրու, ես գժվել եմ։ Ուղղակի մի քիչ հայի համար այսօրվա դրությամբ դա ինձ համար անհասկանալի բան էր։ Պատկերացնում եք, շատ անհասկանալի։ Ադրբեջանցիները ասում են մի 1000 հոգի գրել են мы будем поставлять Армении газ։ Պատկերացնում եք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի հատ եմ կրկնեմ, ես շատ արդեն ասեցի, մի հատ եմ մեր իշխանությունները թող ընդունեն ռուսական, այն որ ասում է կթանկացնենք, այն որ ասում է դա Արմենիա имеет право, она суверенное государство Евросоюзի, հենց պարզ մեր իշխանությունը պետք է ասի, դա մենք գնալու ենք Եվրոսոյուզ, բայց չգիտենք, դա կլինի 1 տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո, մենք գնալու ենք, թող պարզ ասի, որ մենք գնալու ենք։ Ոչ մի ռեֆերենդում, ոչ մի բան, պարզ ասի, եթե ուզում ես գինը թանկացնես, թանկացրու, բայց բոլոր ծրագրերը, ինչ որ Հայաստանում, Ռուսաստանն ունի, բոլորը վերանայելու ենք, ռազմաբազայից սկսած, ռազմաբազան այլևս պետքա արենդ պլատի տանի Հայաստանին։ Ինչի պետք է այդ աշխարհի տարածքը բանանեն, այդ ումից են պաշտպանում։ Թուրքը ուզում է մեր վրա հարձակվի, դրանցից վախում է, հա։ Ժողովուրդ ջան, իշխանություն ջան, ընդունեք, մեր երկիրը թողեք մնա անկախ։ Գործ չունեք, հանկարծ չմտնեք դրանց տակը, մտակ դրանց տակը հայ ազգը գոյություն չի ունենալու։ Այս մի փոքր Հայաստանն էլ լրիվ ծվրվելու են Եվրոպա, բան մարդ չի մնալու Հայաստանում։ Մարդ չի մնալու։ Մաքսիմում մնալու են 120,000-ը եւ վերջ։ Էսա, մեր իշխանությունը պետք է ընդունի նրանց առաջարկությունները, եթե նրանք տենց են ուզում, եթե ասում են եթե, Հայաստանը եթե, ասեն հա, էսա, այսօր դրությունը այսպես է, մեր իշխանությունը պետք է չվախենա և պարզ ասի, որ այո, մենք մեկա վաղ թե ուշ մտնելու ենք Եվրոսոյուզ, և վերջ։ Լավ, ժողովուրդ ջան, լավ եղեք մի ջերեկո, ես արդեն ուղիղ համարյա 24 ժամա ես եթեր չեմ ունեցել, որովհետև կապ չկա, այս անդեր տեղը անձրևներա չի կտրվում, գիշեր ցերեկ գալիս է, թե ինչեր է լինելու այսքան անձրևների պատճառով ես չգիտեմ, բայց սենց է, վիճակը սենց է, մի խոսքով լավ օր եմ ցանկանում բոլորիդ, գուցե իրիկունը կապ ունենամ նորից, մի հատ տենամ ինչ է կատարվել աշխարհում, ձեզ տեղեկություններ հայտնեմ, լավ եղեք ժողովուրդ ջան։